Վիկտոր Օրբանը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի խայտարակությունն է։ Հունգարիայի վարչապետն իր երկրի պատիվը ծախել է Ադրբեջանին, Ալիևը քաջալերում է մարդասպանին, այս եւ նմանօրինակ բազմաթիվ այլ կարգախոսներով, պաստառներով, Հայաստանի եւ Չեխիայի պետական դրոշներով, անմեղ զոհ Գուրգեն Մարգարյանի մեծ նկարներով Չեխիայի հայությունը բողոքի ցույց է անցկացրել Պրահայում Հունգարիայի դեսպանատան մոտ։ Ցույցին մասնակցել է 100-ից ավելի մարդ, տարեցներ, ջահելներ, երեխաներ, ոչ միայն Չեխիայի մայրաքաղաքից, այլև հանրապետության տարբեր քաղաքներից։ Ցուցարարները չեխերեն եւ անգլերեն ընթերցել են հայության պահանջը դատապարտել մարդասպան Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան, ապահովել նրա վերադարձնելը բանդ, որտեղ նա պարտավոր է մինչև վերջ կրել իր պատիժը քստմնելի եւ աներևակայելի հանցանքի համար։ Prime Minister Orban sold his country for only $3 billion and he is a disgrace to the European Union. Ջահելները վանկարկել են նաև հեգնական կարգախոսներ, ուշադրություն աննախադեպ զեղչ վաճառվում է մի ամբողջ երկիր դիմեք Հունգարիայի վարչապետ Օրբանին։ Ցուցարարները իրենց ելույթներում ընդգծել են, որ հայերը դատապարտում են ոչ թե հունգարացի բարեկամ ժողովրդին, այլ Հունգարիայի կառավարության տմարդի արարքը։ Ցուցարարները դիմել են Չեխիային դատապարտելու Եվրամիության անդամ Հունգարիայի քայլը։ Այս վիճակից միակ ելքը Սաֆարովին բանդ վերադարձնելն է եւ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, վանկարկել են հայերը։ Պրահայում Հունգարիայի դեսպանատունը արտոնված ցույցի ընթացքում շրջապատված էր Չեխիայի հատուկ նշանակության ոստիկանության ջոկատով։ Խաղաղ ցույցի ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։